Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան, ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խնածաղի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այս պահին իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, կրակոցները երբեմն որ տեղի են ունենում ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե սակավաթիվ, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան, ասել է Արման Սարգսյանը։ Զինված ուժերը իրենց լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում բնականաբար կատարում են իրենց աշխատանքը եւ առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է։ Այս պահին ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է եւ որևէ խնդիր ծագելու պարագայում մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք։ Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ ընթանում է օկուպացված Արցախի հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարության եւ քաղաքացիական անձանց դեմ շինծուգործերով դատավարությունը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախորդ ապրիլի 11-ին տեղի ունեցած նիստում մի շարք տուժողներ էին ցուցմունք տվել պատասխանել դատախազների եւ փաստաբանների հարցերին։ Նրանք մեղադրում են ահաբեկության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հանցանքների համար։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առիթով։ Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի այս լարվածությունը վերահսկելու եւ զսպելու հնարավորություն ունենալու համար։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկյալներին, նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Թուրքական Անտալիայում կողք կողքի նստեցին Հայաստանի ու Ադրբեջանի Վրաստանի արտաքին դիվանագիտության ղեկավարները, իսկ ինչ տվեց այս հարթակը հայ-ադրբեջանական բանակցություններին։ Էական ոչինչ, ադրբեջանական պահանջներ, հայկական արդարացումներ, կարճ ասած դարձյալ փակուղի։ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, Բայրամովի այս պնդմանը հակադարձեց մեր երկրի արտգործնախարարը, ասաց մեր մայր օրենքում տարածքային պահանջներ Ադրբեջանից չկան։ Նաև հիշեցրեց խաղաղության փաստաթուղթը, այնտեղ ամրագրված է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը։ Բացի այդ, երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մինսկի խմբի լուծարման պահանջն էլ կրկնեց Բայրամովը, Միրզոյանը ասաց, պայմանագրի ստորագրումից 10 րոպե հետո կարող է այդ հարթակը լուծարվել։ Հակասության հաջորդ կետը կոմունիկացիաներն են։ Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները մինչև օրս դրական արձագանքի չեն արժանացել, ասաց Միրզոյանը։ Անտալիայում էլ կրկնեց, թե ինչ են առաջարկել ադրբեջանցի գործընկերներին։ Առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների ֆիզիկական ստուգումից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր։ Այս տեղեկատվությունը կարող են փոխանակել համապատասխան կառույցները, ինչը թույլ կտա ունենալ այդ տրանզիտը առավելագույն արագությամբ, բայց դրական պատասխան չկա։ Դրական պատասխան չկա, որովհետև Ադրբեջանում հետոից են վախենում, Բայրամովը ձևակերպում է, մտավախություն ունեն, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո խնդիրներ կարող են լինել, ինչպես 30 տարի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին։ Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչնդոտ անցում բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակը այլևս ենթակա չլինի փոփոխության եւ կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից։ Անկախ այս դիվանագիտական մանրևումներից պարզից էլ պարզ է, որ ճանապարհի հայկական առաջարկը Բաքվի համար միանշանակ հարմար տարբերակ է։ Քաղաքագետն ասում է, սա գրեթե անխոչնդոտ առանց ստուգումների ճանապարհ է ադրբեջանական բեռների համար։ Այդ դեպքում ո՞րն է բոյկոտի պատճառը։
Իրենց հետաքրքրում է ողջ Սյունիքը։ Նրանք ըստ երևույթին հնարավոր են համարում դա վերցնել կամ Իրանի դեմ գործողություններ լինեն այդ դեպքում ռազմական ճանապարհով կամ փախստականների վերադարձով։ Շարժակազմը կանգ չի առնի, կնքված վագոնները չեն բացվի, ավելորդ քաշքշուկները չեն լինի։ Սա է առաջարկի տրամաբանությունը։ Ադրբեջանական կողմը խնդիրներ չի ունենա, բայց խնդիրներ կլինեն մեզ համար։ Քաղաքագետը համոզված է, ադրբեջանական սադրանքները անխուսափելի են ճանապարհի բացման ցանկացած սցենարի դեպքում։ Այսինքն, քանի որ այդ գնացքը անցնում է Ադրբեջանից Ադրբեջան, հետևաբար ըստ այդ տրամաբանության կարիք չկա վերահսկել։ Շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցիներն իրենց սադրանքներ կկազմակերպեն իբր հարձակում իրենց դռների վրա, իբր դիվերսիան կամաց այդ միջանցքը կվերցնել այնպես, ինչպես արեցին Լաչինի միջանցքի դեպքում։ Ուզում են մեր երկրում իրենց զգալ ինչպես տանը անարգել մուտք են ուզում Բայրամովը հիշեցնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը։ Ադրբեջանցին մոռանում է մյուս կետերը, որոնք անտեսում է իր երկրի դիվանագիտությունն ու ոտքի տակ տալիս։ 11 կետից բաղկացած պահանջագրով են մի խումբ արցախցիներ նորից հասել Հայաստանի արտգործնախարարություն։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է անում արցախահայերի վերադարձի, Բաքվում ապօրինի դատվող հայերի իրավունքների պաշտպանության, Արցախի մշակութային ժառանգության, մասնավոր սեփականության պաշտպանության պահանջներով։ Հավաքվածները ձևակերպում են Հայաստանի արտգործնախարարությունից կոնկրետ դիվանագիտական քայլեր են ակնկալում իրենց հարցերի լուծման համար։ Իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման ուղղված միջազգային գործընթաց եւ ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձ իր հայրենիք։ Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցների եւ Բաքվում դեսպանություն ունեցող պետությունների հայերի շիծ ու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, թե Հայաստանը հայ գերիների վերադարձի հարցը պետք է դարձնի խաղաղության պայմանագրի ստորագրման անսակարկելի ու հիմնական նախապայման, ինչպես նաև միջազգային ատյաններում թարմացնի հայ գերիներին առնչվող հայցերը, դրանցում ներառելով խոշտանգման ու բռնության նոր դեպքերը։ Մենք զբաղվում ենք, դա չի երևում, դա չի կարող նախապայման լինել, դա զուտ արդարացումներ են։ Ոչ թե չի կարող, այլ ամոթ է, որ այդ պայմանը մեր գերիների վերադարձի պայմանը նախապայման չլինի որևէ բանակցության համար։ Նախկին պետնախարարն ասում է, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը պետք է ստանձնի Հայաստանի իշխանությունը։ Բեգլարյանը համոզված է, լռությունը ստեղծում է տպավորություն, թե Արցախի հետ կատարվածը արդեն փակված հարց է։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք անընդհատ մեր խնդիրներն ու մեր պահանջները կարողանանք ներկայացնել եւ այնքան կոնկրետ լինենք, գործնական լինենք, որ շատ ընդհանրական ձևակերպումներ չլինեն եւ դրան զուգահեռ նաեւ լինի հանրային ճնշում։ Արցախյան հարցի արցախահայերի վերադարձի հիմնախնդիրը արտաքին դիվանագիտական օրակարգից հանելը խիստ անընդունելի են համարում հավաքվածները, պահանջում այդ դիրքորոշման վերանայում նաեւ շոշափելի դիվանագիտական քայլեր հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները տևել են 2.5 ժամից ավելի։ Դրանք անցկացվել են անուղղակի։ Ամերիկայի եւ Իրանի ներկայացուցիչները նստած են եղել առանձին սենյակներում։ Կողմերի միջև շփումն էլ ապահովել են Օմանի դիվանագետները։ Բանակցողները կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի եւ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ զրույցը եղել է իմաստալից եւ լուրջ։ Բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է ապրիլի 19-ին Հռոմում։ Անցկացման վայրի փոփոխությունն առաջարկել է ամերիկյան կողմը։ Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոցի շենքը ենթարկվել է հրթիռակոծության, Իսրայելի հասցրած հարվածներից հիմնիվեր ոչնչացվել է շտապօգնության բաժանմունքը։ Հիվանդանոցի առողջապահության ծառայության աշխատակիցներին հաջողվել է շենքից տարհանել հիվանդներին։ Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելցի զինվորականների հայտարարության համաձայն հիվանդանոցը վերահսկվել է ծայրահեղական կազմակերպության կողմից։ Խորհրդարանական արտահերտ ընտրություններում հաղթած պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպայի գործընկերների հետ համաձայնեցնելուց հետո Գերմանիան պատրաստ է Ուկրաինային մատակարարել մեծ ցերահարության Տաուրուս սևավոր հրթիռներ, որոնց առաքումը Ուկրաինա արգելվել էր Օլաֆ Շոլցի կառավարության կողմից։
Ուկրաինայի դեմ պատերազմում ուկրաինացի ժողովուրդը շարունակում է թանկ գին վճարել սեփական գոյատևման համար, Ուկրաինային տալիս է իր ունեցած ամենաթանկը՝ սեփական ժողովրդի կյանքը։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին. «Մեր ժողովուրդը վճարում է այո ամենաբարձր գինը, չկա ավելի բարձր գին։ Մենք տվել ենք մեր ամբողջ գումարը, այն ամենը, ինչ ունենք ֆինանսական առումով, բայց ամենակարևորը տվել ենք մեր ժողովրդի կյանքը»։ Ռուսաստանի Դաշնությունը սպանել է 100,000-ից ավելի ուկրաինացի զինվորական, 13,000 խաղաղ բնակիչ եւ ավելի քան 600 երեխա։ Ռուս զավթիչները նաեւ 780 հարձակում են իրականացրել բժշկական հաստատությունների եւ 1700-ը դպրոցների վրա։ Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի հետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 91700 դրամ է։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տևական դադարից հետո կրկին բողոքի ակցիա են իրականացրել փոքր եւ միջին ձեռնարկատերերը։ Շրջանառության հարկի դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները դժգոհել են, որ իրենց ձայնը կառավարությանը հասանելի չէ։ Ոչ ոք իրենց չի լսում, մինչդեռ այս նույն ընթացքում օրեցօր մանր բիզնեսը անկում է ապրում։ Մենք պահանջում ենք, որ վերանայեն իրանց օրենքները, գույքագրում, հայտարարագրում եւ այլ դոկումենտներ, որ իրանք լավ տեղեկացված են, որ մենք այդ կրթությունները չունենք, որ դնենք ամեն ինչը գույքագրենք, հայտարարագրենք եւ այլ թեմաները։ Ես եկել եմ, որ ասեմ հանգստանում եք, հիմա որ 1000 հոգուց ավելի մարդ կասեցնում է իր գործունեությունը։ Մենք չենք խոչընդոտել այդ ալտերնատիվ ճանապարհները չենք փակել։ Տիգրան Պետրոսյանով ճանապարհը կա։ Մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքն է Միկոյան 64 հասցեն շենքի բնակիչները փակել էին փողոցը։ Պահանջներ ունեն սնանկ ճանաչված կառուցապատողից։ Բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, այնինչ կառուցապատողը սնանկ է համարվել։ Բնակարանների հարցն էլ օդում է մնացել։ Փորձել ենք տարբեր օղակների հետ, այնտեղ դատախազություն, քննչական եւ այլն եւ այլն։ Բոլոր տեղերում, որտեղ որ դիմում ենք, տեսեք, մինչեւ հարցը բարձրանում է, այսինքն չգիտեմ, մենք ուղարկում ենք մեր հարցը, նամակը եւ այլն, պատասխանը նույնիսկ ամենաչնչին անհեթեթ պատասխանը տևում է մինիմում 4-ից 5 ամիս մինչեւ գալիս է։ Այդ ընթացքում կառուցապատողը, տեսեք, ճանաչվեց սնանկ, դրանից հետո ինքը փորձում է անօրինական գործարքներ կնքել։ Հիմա մեծ խնդրի առաջ են կանգնած հատկապես այն բնակիչները, որոնք կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու չեն կարողանում ապացուցել այդ փաստը։ Բնակիչներից մեկը ասում է, որ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի իրենց խնդիրներով, բայց դժգոհ են, իրենք այդ խմբում ներառված չեն։ Նոտարի իրականացրած հանցագործ գործողությունների հետևանքով այս մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, որ պարտավոր են նորից իրենց պայմանագրի գումարը ամբողջությամբ վճարեն։ Այդ հարցի արդարացի լուծում, պատասխանատվության թող ենթարկեն նոտարին, կառուցապատողին, չգիտեմ, այդ կանխիկ գումարը խարդախությամբ մարդկանցից վերցրել են։ Բողոքավորները պատմում են, որ կառուցապատողն ի սկզբանե մի բան է ասել ու ներկայացրել գնորդներին, դրանից հետո մեկ այլ բան որոշել ու արել։ Մասնավորապես 4000 քառակուսի մետր հողատարածքում կառուցապատողը որոշել է ապօրինի շենք կառուցել, մինչդեռ գնման իրավունքի պայմանագրերով այլ բան է նախատեսված։ Բնակիչները պահանջում են, որ այդ շենքն էլ չկառուցվի, որովհետև այդ տարածքն ըստ նրանց ուղղակի զավթվել է։ Քաղաքապետարանից խոստանում են, որ ապրիլի 16-ին կընդունեն նրանց դժգոհությունները, կքննարկեն։ Բողոքավորները բացեցին ճանապարհը պայմանով, որ եթե իրենց խնդիրները չլուծվեն, չեն նահանջի կրկին կշարունակեն բողոքի ակցիաները, դարձյալ ճանապարհ կփակեն։ Գյումրու թիմ ընտրություններից հետո ավականու ընտրված անդամների մանդատների ստացման եւ գրանցման օրն է այսօր։ Մանդատից հրաժարվել են մեր քաղաքը դաշինքից ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը եւ Իմ հզոր համայն կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։ Հիշեցնենք, մարտի 30-ին կայացած Գյումրիի ավականու ընտրությունների արդյունքներում ԿՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը 8, Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը 3 մանդատ եւ Մայր Հայաստանից Կարեն Սիմոնյանը 2 մանդատ։ Ապրիլի 14-ին կրակոցներ են հնչել Մայրաքաղաքի կենտրոնում Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց։ Վիրավոր կա, քաղաքացին կայանված վրացական համարանիշներով կադիլակում է եղել, ճակատային շրջանում հրազենային վիրավորումով ու նաև անգիտակից։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրան, հետո տեղափոխել Հրացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվորեն Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարը, գումարտակի հրամանատարը, ովքեր օգնել են քաղաքացիների հետ
բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Օպերատիվ են գործել Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Հենց նրանք են դեպքի վայրից մոտ 20-ից 30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածներում հայտնաբերել Մակարով ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճ, 4 գնդակ, արնանման հետքեր։ Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ովքեր իմ տեղեկություններով արդեն քրեական ոստիկանների հետ ինչ որ հասցե են գնացել, տեսախցիկներ են նայում եւ արդեն դեպքի մասին ոստիկանության կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Իդեպ կրակոցների ժամանակ վնասվել է ոչ միայն Կադիլակի դիմապակին, այլև կայանված ջիպը, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայրաքաղաքում նաև ապրիլի 13-ին են կրակոցներ հնչել։ Հրազենային վնասվածքներով անգիտակից Աստղիկ բժշկական կենտրոններ տեղափոխվել մի քաղաքացի։ Ու քանի որ նա ի վիճակի չէր բացատրություն տալու, իրավապահներն են գործի անցել։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի տեղակալները, Երևանի քրեական վարչության պետը եւ ոստիկանության մալացիայի բաժնի պետը։ Քրեական ոստիկանները, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները եւ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 52 կոտրակ 2 շենքից։ Քրեական ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են ՏՏ տիպի ատրճանակ, պարկուճներ, նախնական տեղեկություններով նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։ Մյուս հանգամանքները պարզվում են։ Ապրիլյան առաջյունը Երևան-Գյումրի ճանապարհին Մաստարա Լանջիկի մոտ 10 կիլոմետրանոց հատվածում արտակարգ իրավիճակ էր ստեղծել։ Ճանապարհը մասամբ անցանելի էր։ Ապրիլ ամսին նման եղանակ միշտ է եղել։ Սա 90-րդ ԿՄ հատվածն է եւ այս եղանակը պետք է հաշվի առնել նաեւ ճանապարհն սպասարկող ճանշինը, սակայն ճանշինը մտամ ձմեռը կարում էր լավ աշխատել, որ մի հատ էլ հիմա աշխատի։ Ճանշինը ձյունն արագ մաքրել ու ճանապարհը բացել չէր շտապել, դրա հետևանքով մեքենաները երթևեկել չէին կարողանում։ Նաև մի քանի ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել, բարեբախտաբար առանց տուժածների։ Հիմա ճանապարհը բաց է, մասամբ բաց է, քանի որ դեռ սառած է, եւ սա ոչ թե ճանշինի աշխատանքի շնորհիվ է բացվել, այլ համարևն է դուրս եկել արդեն, համել մեքենաները այնքան գնացին եկան, որ ճանապարհը դարձավ անցանելի։ Տեղում աշխատում էին միայն ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները, գումարտակի հրամանատարի գլխավորությամբ։ Հենց նրանք էին մի քանի ժամ ծառայություն իրականացնում այդ հատվածում։ Ապրիլի 13-ին Նիսան Մարչը Դավիթաշեն 2-րդ թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված Մերսեդեսին ու Դոջին։ Մեկ հոգի տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Ապրիլի 12-ին Իսակովի պողոտայում բախվել են 24-ամյա Բորիսի Ford Fusion-ը եւ 44-ամյա Էդուարդի Mitsubishi-ն։ Վերջինը կողաշրջվել է ու հայտնվել երթևեկելի գոտում։ Վաղաշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Mitsubishi-ի վարորդին, սակայն երկու վարորդն էլ հրաժարվել են հիվանդանոց մեկնել։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ford Fusion-ի վարորդը աշխատում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։ Ֆորդի վրայից մինչև պարեկները կժամանեն, համարանիշները հանել են, այդ փառատավոր երևույթը արմատախիլ չեղավ որոշ վարորդների համար։ Ապրիլի 12-ին Էրեբունի 32 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում ու դրա դիմաց մեքենաներ են այրվել։ Կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, հետո արդեն հրշեջներն են մարել այն։ Դրսում կայանված Toyota-ն ու ավտոտնակում կայանված BMW-ն դարձել են ոչ շահագործելի, իսկ մյուս ավտոտնակում կայանված Mercedes-ն էլ ջերմահարվել է։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Իդեպ մեկ հոգում առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
նախնական տեղեկություններով կրակը բռնկվել է Toyota-ից եւ շատ արագ տարածվել դեպի ավտոտնակ, առաջին ավտոտնակ, որում տեսնում եք կայանված է BMW-ն եւ հետո կողքի ավտոտնակ։ Այնտեղ էլ կայանված է Mercedes-ը։ Ապրիլի 11-ին 30-ամյա Սևադան Volkswagen Passat-ով Աբովյանի հանրապետության փողոցում վրայերթի է ենթարկել 20-ամյա Տիգրանին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին, վիրավորին տեղափոխել այդ բժշկական կենտրոն։ Վրայերթից հետո Volkswagen-ը հայտնվել է մայթին, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Նույն օրը Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով Toyota RAV4-ը եւ Mercedes-ը։ Հետո Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցման բետոնեսյանը։ Մեկ հոգի տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Ըստ տեղեկությունների Toyota RAV4-ը սպասարկում է Հայաստանում համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Օպերատիվորեն ժամանել են ըստ դեպքի վայրում հավաքվածների Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի բարեկները։ Իսկ Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են 23-ամյա Գևորգի Ford Transit-ն ու 36-ամյա Արթուրի Mercedes-ը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Ապրիլի 12-ին էլ առեղծված էին դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի 60 բնակարանի դռան դրսի կողմից բռնակից լարով միացված պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել։ Բարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը, մինչ դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության սակրավորները։ Վերջինները վնասազերծել են կասկածելի իրը։ Ըստ տեղեկությունների բնակարանը պատկանում է քրեակատարողական հիմնարկի 47-ամյա աշխատակցի։ Բնակարանը իմ տեղեկություններով, որ ասում էին մի քանի հարևաններով հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում են, որ բնակարանը պատկանում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գաղութներից մեկի աշխատակցին։